Ողջույն սիրելի հետևորդներ, դուք կրկին Միլայի խոհանոցում եք։ Այսօր պատրաստում եմ հայկական բորշ իմ տատիկի բաղադրատոմսով։ Հիմա կասեք, ինչ հայկական բորշ, չէ որ բորշի հայրենիքը Հայաստանը չէ։ Այո, բայց մենք բորշը պատրաստում ենք հայավարի եւ կարելի ասել այս բաղադրատոմսը հայաֆիկացրել ենք։ Եկեք սկսենք։ Նախ բորշը ես պատրաստում եմ անպայման մսով, եթե պահքի մեջ չէ։ Միսը վերցնում եմ յուղոտ մի փոքր եւ ոսկորոտ միս, եփում եմ ժամ-ժամուկես 2 ժամ, նայած մսի հասունության, հորթի միսն ավելի քիչ եմ եփում, տավարի միսը մի քիչ ավելի երկար, ընդ որում բորշը համեղ է ստացվում հատկապես տավարի մսով։ Ես մսի եփելու ընթացքում ավելացնում եմ դափնու տերև եւ աղ։ Այնուհետև կաղամբն եմ կտրատում բարակ երկար թելիկներով եւ պարտադիր լվանում։ Ինչու շեշտեցի կտրատման ձևը, որովհետև յուրաքանչյուր տանտիկին կտրատելու իր ձևը ունի եւ իր սիրած տարբերակը։ Օրինակ սկեսուրս չի սիրում բարակ կտրատված կաղամբ, որովհետև համարում է, որ այն եփվելիս ձուլվում է ճաշի մեջ եւ զգալի չէ։ Մամաս էլ է կտրատում խոշորով, իսկ ես սիրում եմ բարակ ու երկար։ Այնուհետև պատրաստում եմ սոխառած տնական յուղով։ Բարեկամներ, ես համարում եմ, որ բորշի համն ու հոտը հենց այս սոխառածից է կախված, այս համեղությունից, որով էլ բորշը կամ համեղ է ստացվում, կամ ոչ։ Դրա համար ամեն մի բաղադրիչից վերցնում եմ բոլ-բոլ, առատ-առատ, այսպես ասած տնական յուղի մեջ մոտ 2 մեծ գլուխ սոխ եմ տապակում, ավելացնում եմ անպայման քյարավուզի պոչեր, նեխուրի պոչեր, մանր կտրատած, լավ գազար ու բազուկ, միասին էլ հենց ավելացնում եմ սոխառացի մեջ ու լավ դաղում եմ, այսպես իմ կարծիքով համերը բանջարեղենի շատ ավելի լավ են ընդարձակվում եւ բանջարեղենը ոչ միայն տապակվում, այլ նաեւ շոգեխաշվում է եւ այդպիսով էլ ավելի է ընդգծված դառնում ճաշի մեջ։ Համեմում եմ քաղցր պապրիկայով, պարտադիր կորիանդրով, մի քիչ սև պղպեղ եմ անում, լոլիկի մածուկ եմ ավելացնում եւ պղպեղի մածուկ, սիրելիներ։ Այս կարևոր բաղադրիչներից բացի երբեմն ավելացնում եմ նաեւ քրքում։ Քրքումը պարտադիր չէ ինձ համար, ցանկալի է, բայց մնացած բաղադրիչները պարտադիր են, որպեսզի բորշը ստացվի շատ համեղ։ Բարեկամներ, բանջարեղենի տապակելու այս ընթացքում կրակը դարձրեք շատ մարմանդ, կարելի է ասել թույլ, որպեսզի կարողանաք եւ բանջարեղենը շոգեխաշել, տապակել եւ այն չվառվի, որովհետեւ թանձր է զանգվածը եւ հնարավոր է, որ տակից կպչի։ Իդեպ այս ժամանակ տատիկս երբեմն ավելացնում էր 1 լիքը ճաշի գթալ ալյուր։ Այդպես էր վարվում նաեւ մորաքրոջս սկեսուրը, որի բորշը եւս անզուգական համեղ էր ու բաղադրությամբ մի քիչ թանձր։ Ես խուսափեցի այս անգամ ալյուր անելուց, թեկուզ հետո ափսոսում եմ։ Տեսեք, փորձեք ալյուրով տարբերակը ձեզ շատ դուր կգա։ Ինչպես տեսակ, արդեն բազուկի գազարի սոխի այդ զանգվածին ավելացրի լվացված կաղամբը ու այն ավելացրի մինչև կաթսայի պռունկը։ Տեսեք սիրելիներ, լեփ-լեցուն է կաթսան, բայց քիչ հետո կաղամբը իր հյութը կարծակի եւ կնստի։ Բայց որպեսզի տակից չկպչի սիրելիներ, ես ավելացնում եմ մոտավորապես 1 բաժակի չափ սովորական ջուր։ Նկատեք, ինչպես բանջարեղենը նստեց, բայց դեռ եփվելու տեղ կա, այս կաղամբը այսպես գրեթե եփում եմ քիչ ջրով, մարմանդ կրակով։ Դուք էլ այսպես վարվեք, երբեմն տակից խառնեք, որպեսզի հանկարծ չկպչի։ Երբ կաղամբն էլ եփվում եւ նստում է, դառնում կաթսայի գրեթե կեսը, ես վրան եմ ավելացնում խաշված միսը, ընդ որում, եթե կտորները շատ խոշոր չեն, հենց այդպես ոսկորով էլ ավելացնում եմ։ Իսկ եթե խոշոր են կտրատված լինում, երբեմն ոսկրազատում եմ միսը։ Այնուհետև քառակուսիներով կտրատված կարտոֆիլն եմ ավելացնում եւ քափահան արված արգանակը։ Եթե արգանակը կավելացնեք եւ կտեսնեք, որ ձեր բորշը ձեր ուզած խտությունը չունի կամ շատ թանձր է, ավելացրեք նաեւ հասարակ ջուր։ Երբ ավելացնեք ջուրը, անպայման
կրակը բարձրացրեք, որպիսի իսկույն սկսի բորշը եռ տալ։ Այս ընթացքում պետք է որ բարձր լինի կրակը, բայց հենց սկսեց եռալ, դարձրեք միջին եւ կիսափակ կափարիչով եփեք այնքան, մինչեւ պատրաստ լինելը։ Այսինքն գրեթե կաղամբը պատրաստ է, միսը արդեն իսկ եփված է, մնում է կարտոֆիլը եւ համեմում ենք աղով, եթե համտեսելուց նկատում ենք, որ աղը պակաս է, չենք մոռանում, որ արդեն իսկ միսը եփված էր աղով, դրա համար աղի հետ մի քիչ զգույշ ենք լինում։ Բարեկամներ, բորշը եփում ենք եւ պատրաստ լինելուց մոտ 5-ից 7 րոպե առաջ առատ ավելացնում ենք թարմ կանաչի, ես օգտագործում եմ մաղադանոս եւ սամիտ, իսկ որպիսի բորշի գույնը ընդգծված կարմիր լինի, քերված բազուկ ենք ավելացնում սիրելիներ վերջում եւ վրան քամում կամ կիտրոնի հյութ կամ էլ քացախ։ Քացախը եւ կիտրոնը օգնում են, որպիսի բազուկի կարմիր գույնը փոխանցվի բորշին եւ մնայուն լինի։ Ինչպես ասացի, բորշը մատուցում եմ թարմ կանաչիով եւ ցանկության դեպքում թթվասերով։ Այստեղ մի փոքր կանգ առնեմ, մի պատմություն ասեմ։ Ամուսնուս ընկերը մեր տուն էր եկել, ես էլ բորշ էի պատրաստում, առաջարկեցի թթվասեր ավելացնել իր բորշին, ասում բա կարելի է համեղ բորշի համը կորցնել թթվասերով։ Դե ինչ ասեմ, ճաշակին ընկեր չկա, եթե չեք սիրում թթվասեր, մի ավելացրեք, սիրողները թող ավելացնեն։ Ահա այսպիսի համեղ, անուշ, տնական հայկական բորշ հատուկ բոլորիդ համար պատրաստեք, հիշեք ձեր միլային, եթե դուք եք այսպես պատրաստում, միացեք, այն որ ասում են դայ 5, թխեք թող գա, համով, հոտով ճաշակենք, օրհնենք մեր ընտանիքները, աղոթենք մեր հայրենիքի համար եւ պարզապես երջանիկ լինենք սիրելիներս։ Հետևեք ինձ նաև Instagram-ում, Facebook-ում, TikTok-ում եւ Telegram-ում։ Իմ բոլոր հասցեները այս տեսանյութի տակ են նկարագրության բաժնում։ Առայժմ սիրով ձեր Միլա։